Անցյալ գիրագի մենք միասնապար դոնագադարեցինք և հիշադակեցինք մայրերու օրը։ Հարգեցինք մայրերու սերը, հարգեցինք մեր մայրերի ծառայությունը, զոհողությունը, նվիրումը, ծաղիկներ միգուցե նվիրեցինք մեր մայրերին, նվերներ, ծրարներ, ժպիտ բարգևեցինք մեր մայրերուն։ Ոմանք իրենց մայրերից հեռու են, բայց վստահ եմ, որ հեռավորությունը ոչ մի խանգարիչ հանգամանք չի կարող հանդիսանալ այն զավգին, ով գուզե իր մորը պատվել մայրերի օրերին։ Բայց նաև այդ փյուրավոր ժպտացող մայրերի խմբի մեջ դեմքերի հետին նաև գանտիբինք սրդերի, մայրերի սրդերի, որոնք իրենց ներքուստ լուր ու մունջ բայկարներ գտանեին։ Այնպիսի բայկարներ, որոնք միգուցե ոչ մեկը տեղյակ չէ։ Գիտեք, մոր մսիրդը շատ խորն է։ Մոր մսիրդը, a mother's heart is very deep, so deep. Շատ խորն է մոր մսիրդը։ Նա կարող է ցավ գրել իր ներսիտին դարիներ շարունակ եւ մեկը չզգա, որ իր մայրը այսպիսի ցավ է գրել։ Նա կարող է սեղանի շուրջ նստած ընթրիքի կամ հաղորդակցության ժամանակ ժպտալ, մինչ իր հոգին դարաբում եւ ամբոդած է։ Նա շարունակում է իր զավակների համար աղոթել, նույնիսկ այնպիսի հոգեվիճակում, երբ իր հոգին սպառված է։ Բայց կշարունակե այդ ցավը, այդ բայկարը դարիլ, եւ ճիշտ այստեղ է, որտեղ մեր այսօրվա նյութը գխաչմերուգի։ Մորմը մասին պիտի փորձենք խոսալ, ով նմանատիպ հոգեվիճակից էր անցնում։ Այս մոր կյանքում ժամանակ մի եկավ, որու ընթացքին ամեն ինչ մի անգամից գործրեց։ Ամեն ինչ մի անգընթարթում գործրեց։ Իր 7 դղա մանչ զավակները գործրեց, իր 3 դուստր աղջիկները գործրեց, իր ապահովությունը գործրեց, իր աբական գործրեց, իր հույսը գործրեց, խաղաղությունը գործրեց, մի խոսքով ամեն ինչ մի անգամից գործրեց այս մայրը։ Եվ այս բոլորի գողքին իր աչքերի առաջ իր սիրելի ամուսինը, իր սիրելի ամուսնու հոգևոր եւ ֆիզիկական դարաբանքն էր տեսնում, մինչ իր ամուսինը հալվում էր իր առաջ։ Փավ չի ամեն ինչ կորցնել, ամուսինը ողջ մնաց, բայց հիմա ամուսինը հալվում է, դարաբում է իր աչքերի առաջ, այս մոր աչքերի առաջ։ Այն դունը, որը ժամանակին ուրախություն, խնդություն, գրեթե ամեն օր, Աստծո խոսքը գսե, գրեթե ամեն օր խնդություն, ուրախություն, քեֆ, հրճվանք կար։ Այսպիսի դունը մի օրվա մեջ վերածվեց հող ու մոխիրի, ողբերգության, ցավի եւ վշտի։ Դունիմը վերածվեց, որտեղ իրենց այս դարաբանքների հարցադրումներին պատասխանը չկար։ Բայց ամենից ցավալին գիտեք որտեղ էր։
որ այս բոլորի մեջ մինչ գողբար այս մայրը ցավ վիշտ գորուստ դարաբանք արցունք գհեղեղեր այս մոր աչքերից աստուծո գաղաղագեր թե ինչու իր ցավը աներևակայելիորեն ձանրապերնվում էր ոչ թե միայն զուտ գորստի պատճառավոր ունեցավ, այլ դրա պատճառով որ Աստված լուր էր։ Աստված լուր էր։ Եվ գարձես լոգ հանդիսադես մներ։ Ոչ մի բացատրություն, ոչ մի անմիջական մխիթարություն եւ ոչ մի դեսանելի պատասխան գար երկնքից Աստծուց։ Թվում էր, որ Աստված լքած էր, լուր էր եւ որպես հանդիսադես նայում էր ինչ էր կատարվում։ Եվ այս մոր դարաբանքի ցավի եւ արցունքների մեջ լալով այս մայրը այնպիսի մի արդահայտություն կատարեց, որ դարեր շարունակ համայն մարդկությունը ապշահար նայում է եւ լսում է եւ ունգընտրում է այս մոր աղաղակին, արձագանքին։ Եվ որն էր այդ արձագանքը այս դարաբող մոր։ Էլ չդիմացավ, իր ամուսնուն նայեց եւ ասեց. Աստծուն հայհոյիր եւ մերիր։ Անիծիր Աստծուն եւ մերիր։ Քիչ հետ կանտրատարնանք ասորվրապայց նշեմ underline անեմ, ընդգծեմ, bold անեմ, այդ ֆոնդը հաստատացնեմ, ընդգծեմ եւ դեղին այսպես մարկատով նշեմ այս հարցը, բայց այս արդահայտությունը որ կատարեց այս մայրը անիծիր Աստծուն եւ մերիր ոչ թե սրդի աբստամբությունից էր գալիս այլ մորմը խոր վշտից դարաբանքից եւ գորստից էր գալիս այս արձագանքը արդահայտությունը գալիս էր այնպիսի սրդից որտեղ մարդկային բարաբաշարը անհնար էր նկարագրել այս դարաբանքն ու վիշտը այդ տեղից էր գալիս այս արդահայտությունը այնպիսի սրդից էր գալիս որ փորձում էր հասկանալ Աստուծո լրությունը մինչ իր կյանքը իր եւ ընտանիքի առաջ փլուզվում էր հող ու մոխիրի էր վերածում, փորձում էր հասկանալ այս մայրը, ինչու ես դու լուր։ Եվ բորտկած, անիծիր Աստծուն եւ մերիր։ Հոբ ամուսին ջան։ Բայց գիտեք, որն է հատկանշականը։ Եվ Աստված նայում էր այս մոր եւ իր ամուսնու Հոբին եւ այս արձագանքը իրենց այս դիրքորոշում հետաքրքրական էր որ այս մոր գադարած արդահայտությունից ետ Աստուծո արձագանքը այս մոր հանդեպ շատ դարօրինակ էր եւ մեզի համար միգուցե անհասկանալի Աստված չզարգեց այս մորը
Ինչ ես ասում, անիծիր Աստծուն եւ մերին, ով կարա անիծի Աստծուն, դու ով ես որ, ով մայր, քո դարաբանքում փորձվում ես, հանթկնում ես Աստծուն համար ասել քո ամուսուն, անիծիր Աստծուն, ով կարող է անիծել Աստծուն։ Հասկացան մայր ես, հասկացան ցավունից, բայց չես կարող, Աստված այդպես բան չասեց։ Աստված չզարգեց այս մորը։ Աստված հրաբարագայնորեն չխայդարագեց այս մորը, որով հոբ գրքում չենք հանդիպիր ոչ մի աստվածային անարգություն հրաբարագավ այս մորը հանդեպ։ Եվ ընդհակառակը, քիչ հետ նոր եմ կանտրատարնամ, ընդհակառակը այս փորձության, այս մոր, դարաբալից մոր, այս փորձության ավարտին Աստված գրկնակի է օրհնում այս մորը։ Եվ այն սիրտը, այս մոր սիրտը, այն սիրտը, որբեղ դարաբանք, վիշտ, արցունք աջաձեր, նույն սրդում բերգրություն, ուրախություն եւ օրհնություն է սկսում վերարտադրվել։ Գարձես լիներ գարնանային մի հրաշք սիրտ, որը ետ սկսեց բլումը լալ, ձաղգիլ եւ Աստված օրհնությունը հաստատեց նույն այս մոր սրդում։ Հիմա այս բոլորը ինչ են մեզ սովորեցնում։ Աստված շատ լավ է հասկանում դարաբող սրդի լեզուն, կամ դարաբանքների լեզուն, Աստված շատ լավ կհասկանա։ Երկրորդ Աստված մեզ գուզե սորվեցնել, որ նույնիսկ եթե մարդկային սիրտը թուլանա եւ անհավատարիմ գտնվի, Աստված մնում է եւ շարունակում է լինել հավատարիմ։ Եվ ամենակարևորը աստվածային լրություն չի նշանակում աստվածային բացակայություն։ Եվ Աստված լուր է քո աղոթներին, քո աղերսանքին, քո ցավին եւ դարաբանքին, չի նշանակում որ նա բացակայ է, նա լքել է քեզ, նա մոռացել է քեզ, երբեք, բարձրապես լուր է, քիչ հետ մի տեսնենք ինչի համար լուր է։ Եվ միգուցե այստեղ այս առավոտ կան մայրեր, որոնք այս մոր փորձառությունից են անցնում կամ ունեցել են կամ իրենց սրդի մեջ, հոգու մեջ, սիրելի մայր, միգուցե դու գրում ես վիշտը, ցավը, դարաբանքը, արցունք կա քո սրդի մեջ։ Զավակներիդ համար աղոթում ես, բայց դեռևս պատասխան չկա։ Գորուստն ունեցար, որի համար ողբում ես։ Վախեր ունես, որոնց հանդեպ պայքարում ես։ Եվ հարց ես տալի, ինչու համար Աստված լուր է եւ չի պատասխանում իմ աղոթներիս։ Ախր աղոթներս էլ այդպես է, որ Աստծո գամքին համապատասխանեն։ Սխալ բան չեմ աղոթում։ Ետ անցնենք այս մոր։ Անունը նշված չէ։ Այս մոր անունը նշված չէ Աստվածաշնչում, իր ամուսնու անունն է նշված, Հոբ։ Բարձրապես կտեսնենք այստեղ որպես մայրմա, դարաբող մայրմա։ Ըստ մարդկային դրամապանության եւ վերլուծության առաջին հայացքից այս Հոբի գնոջ, այս դարաբող մոր Աստուծո լրության հանդեպ իր ցուցաբերած արարքը եւ արձագանքը
բացասական եւ անընդունելի է քննադատվում։ Եվ հանդիպել են միգուցե շատերս ըստ աստվածաշնչյան քարոզիչների, ուսուցիչների, վարդապետների եւ մեկնիչների, եւ որ այս մոր, այս գնոջ արարքի մասին փորձում են վերլուծություններ կատարել, մեծամասամբ ես էլ լսել եմ բազում քարոզիչ, որ բախարագում են այս մորը, ինչպես կարելի է մայրը կամ գոհագիծը իր ամուսնուն ասի, «Էս ինչ տեսակ հոգևոր է, ուր է ասոր հոգևորությունը, Աստված այսքան օրհնել էր»։ Եվ ըստ այս բացասական խավմը ծածկել այս դարաբող մոր վրա։ Քննադատվում եւ ոչ հոգևոր է որակավորվում այս մոր արարքը։ Բայց զարմանալի եւ դառնակ է, որ այս հոբի գնոջ ոչ հոգևոր արարքը եւ աբստամբություն թվացող արտահայտությունը, ինչպես քիչ առաջ նշեցի, ոչ միայն Աստված չզարգավ, չբաճեց իր զավակները, 7 դղաները, 3 աղջիկները, իրեն բան չեղավ որպես անմիջական հարված, իրեն հոգեգան հարված մներ, բայց ողջ մնաց։ Ուրեմն այս մոր հանդեպ Աստուծո մոտեցումը անհասկանալի է մեզանց, որով գտեսնենք այս պատմության ավարտին Աստված իր օրհնությունը վերահաստատում է 7 մանչ զավակներ եւ 3 ոչ միայն աղջիկներ, ոչ միայն գսե գեղեցիկ աղջիկներ, այլ գսե 3 խիստ գեղեցիկ աղջիկներ շնորհեց։ Եմիման, Գասյան եւ Գերենհաբուկը։ Տարօրինակ անուններ են։ Բայց փորձեցի հասկանալ այս անունների նշանակությունը՝ Եմիմա, Գասիա եւ Գերենհաբուկ։ Գիտեք ինչ կնշանակեն։ Առաջինի անունը կնշանակե աղավնի։ Երկրորդի Գասիայի անունը կնշանակե բուրումնավետ։ Եվ Գերենհաբուկ կնշանակե բուրմունքների հավաքածո։ Այսինքն այս բոլորը խորհուրդ ունի, որ Աստված երկնային բուրմունքով այցելեց այս գոդրած դարաբալից մոր կյանքը։ Եվ այս մորը օրհնեց գրգին 7 մանչ զավակներ եւ 3 խիստ գեղեցիկ աղջիկներ գսե եւ երկրի վրա իր ժամանակում ամբողջ երկրի վրա հոբի աղջիկների նման գսե գեղեցիկ աղջիկներ չկային։ Գրկնաբադիկ օրհնեց եւ այլն եւ ամենուր գրեցնենք որ Աստված դարբեր մոդեցում ցուցաբերեց այս մոր ով իր ամուսնուն ասեց անիծիր Աստծուն ու մերիր։ Շատ աջախ գշտաբենք մեզ, մենք գշտաբենք եւ գփորձենք մեր դեսածի համապատասխան արձագանքել մորմը, անհադիմը, հավատացյալիմը արարքը, երբ նա նման վիճակից է անցնում։ Եվ Աստվածաշունչը ինձ սովորեցնում է, որ հոп, ստոպ, հովիկ դղաս, սխալ եզրակացություն կատարեցիր, այսինչ անցի համար, դու հասկացար, դա ինչու համար այդպես արեց, վերաբերվեց, հասկացար, թրթաբաճարը, բաճար ինչից էր։ Զգուշ լինենք, չշտաբենք, ժամանակից առաջ եզրակացություններ կատարենք հոբի գնոջ այս դարաբող մոր արարքի վերաբերյալ կամ որևէ մեկ հավատացյալի վերաբերյալ, որևէ նեղության ժամանակ է, որ մենք նեղությունների մեջ ենք, մարդկային եւ աստվածային արձագանքը դիրքորոշումը դարբեր է, խիստ դարբեր է։ Մենք մարդիկս շատ արագ անարդարացի եզրակացություններ կարող են կատարել։ Եվ այդպես էլ եղավ պատմության մեջ, մանավանդ հոբի ընկերները։ Հոբի 3 ընկերները ետքը 4-րդ մնալ կհայտնվի։ Անալ դուզ բիբեր գնե վրան։
Ուրեմն սխալ եզրակացությունը նույնիսկ որ ասիկա մեղավոր եմ քո մեկ մգա քո կյանքիդ մեջ, որը համար Աստված բաճեց, դեր որքան հաջող մեր աստվածաբանությունը հագասում է Աստուծո խոսքին։ Մի րոպե, քույրս, եղբայրս, հասկացիր, այս մարդը, այս մայրը, այս զույգը, այս ընտանիքը, այս հովիվ, ով որ է, այո վիճակի մեջ է, որ ըստ ինձի սխալ է, ըստ ինձի մեղսալից է, ըստ ինձի իրավունք չունի այլևս, բայց մի րոպե, ինչ եղավ, որ հոս հասավ, ինչու համար այդպես արդահայտվեց, Երբ որ ես կփորձեմ հասկանալ իրավիճակը խորությամբ եւ երկկողմանի, շատ ավելի դարբեր բիդելա իմ մոդեցումս, դիրքորոշումս եւ արձագանքս։ Աստված շատ լավ է հասկանում մարդկային եւ իմ անձնավորի դարաբող մորմը սրդի ցավը, վիշտը եւ արձագանքը։ Աստված հասկանում է այդ լեզուն։ Մենք շատ հաճախ թերի ենք հասկանում։ Մայր լինել եւ դիմանալ 10 զավակներիդ Աստված չան է։ 10 զավակներ ունենաս, մայր ես, մի օրում բոլորը գործընծնես։ Այս սրահում գա մայրը, որ մեկ զավակ է գործրել, գա մայրը։ Անդանելի է ցավը, չէ՞։ Այսինքն, մինչև այսօր դու խելագարված ես քո ներսում։ Անդանելի է մորմը, սրդի, ցավը, վիշտը, նույնիսկ մեկ զավակ եթե գործընծնես։ Այս մայրը 10 զավակ գործընծրեց մեկ օրում, սա հեքիաթ չէ, սա ինչ որ իրական է այս բոլոր, իրական դեպք է։ Եվ այդ անդանելի ցավը, վիշտը ուզենք կամ չուզենք ազդելու է մեր հոգու, մտքի, ֆիզիկական եւ հոգեբանության վրա ազդելու է, ուզենք կամ չուզենք, պիտի ազդե, եւ որից իմ զավակից Աստված մի բան բադայի, ես Քիշերը 12-ից 1-ից հետո, երբ որ դունը չի լինի մեր զավակները, մաման, բաբան խենթան, ես քնում եմ, հանգիստ, բայց Շակին չի քնում։ Մաման չի քնի, երբ որ գիտե որ զավակը դուրսն է եւ գսպա, չի քնի, եթե ուշան ուր մնաց, նման մորմը փորձառությունից անցնես։ Չեմ կարծեր, որ նման փորձառությունից անցնող որևէ մեկ մայր կամ անհատ, որ այսպիսի փորձառություն անցնենք այս մոր նման հոբի գնոջ կամ այս 10 զավակների մոր նման, մենք պիտի կարողանանք մնալ անսասան եւ ամուր մեր հավատքի եւ դրսեւորման մեջ։ Նամանավանդ երբ գաղոթես եւ գաղերսես եւ որպես պատասխան Աստուծո հավելյալ դարաբանքների շարանն ես ստանում եւ Աստծո գադարյալ լրությունը։ Վնաս մի եկավ, հիշում եք պատմությունը։ Հետևի սպասավորներ եկան հոբին լուր տվին։ Այսիկա փլավ զավակը մերա, փոթորիկ եղավ, անասունները մերա։ Հետևի։ Եվ դու դերազը ինչ, մինչև դու հասկանաս ինչ է կատարում, դեր Աստված մեկ հատ հել ամբողջ ունեցվածքդ ոչնչանում եք, մոխրանում եք քո աչքերի առաջ, ինչ պիտի անեմ ես։ Եվ գաղոթես եւ Աստված լուր է։ Արի դիմացիր։ Ավարտեմ։ Ինչեր կարող ենք սովորել շատ կարճ ամփոփ
այս հոր եւ մանավանդ դարաբող մոր այս դառն փորձառությունից առաջին գրեցնենք, որ հավատք կամ հավատալ Աստծուն չի նշանակում կյանքս այսուհետ պիտի լինի անցավ. Faith does not mean absence of pain. Հոբը արդար էր, բայց խիստ տառապանքների անցավ. Հոբի գինը այս մայրն ալ կհավատան, որ հոբի նման ամուսնու գողքին արդար պետք է լիներ, բայց նշված չէ. Հոբի շուքը վրանգար, բայց անդանելի տառապանքներ ունեցան. Նայվես գա ցույց կտա, որ նման տառապանքներ չի նշանակում, որ Աստուծո գոմե բադիժ են. Ասիկ ամենակարևորն է, որ մենք պետք է նկատի ունենք, եւ այս պատմության մեջ Աստված մեզ ադիկա գսորվեցնե, երբ որ մեկը գտեսնենք, որ դարաբում է, գորուստ ունեցավ, վիշտ եւ այլն, չի նշանակի, որ ուրեմն դու մեղմ ունիս եւ Աստված սկսա բաչել իր քավազանաները, no, երբեք։ Ճիշտ այսպիսին էր հոբի բարական, այս մոր բարական։ Ընդհակառակը Աստված հանդիմանում էր հոբի ընկերներին, որոնք հոբի իր ծառայի եւ այս զույգերին անընդհատ փորձում էին հասկացնել, որ հոբ ջան, քո մեջը մեղ կա, փնտրիր։ Դրա համար Աստված ինչ ուներ վերցրեց։ Աստված նրանց հանդիմանեց եւ նրանց ասեց, որ հիմա գնացեք հոբ ծառայից զոհ տարեք, որ ինքը աղոթե, որ դուք չսատկեք։ Կարդացեք։ Եվ զոհ դարին հոբ աղոթեց եւ Աստված ներեց անոնց մեղքը։ Not every silence of God means divine anger. Աստծո լրությունը չի նշանակում աստվածային փառություն. No. And not every hardship is the result of personal sin. Նեղություններ, որ ունիս կյանքում չի նշանակում, որ միշտ անպայման մեղքի արդյունքն է, երբեք շատ աջակ սիրեներ ցավը, դարաբանքը եւ այս ընթացքում Աստուծո լրությունը կնշանակե, որ շատ ավելի մեծ հոգեվոր պատկեր մգա, պատմություն մգա, հոգեվոր պատմություն մգա, որի մասին ես տեղյակ չեմ, եւ Աստված իմ պատմությունս է գերդում, Աստված քո կյանքի պատմությունն է գերդում, քեզի մի դեղ է ուզում դանում, բայց ես տեղյակ չեմ, ինչ է անում իմ կյանքում, դրա համար Աստված լուր է մնում տեսնելու, ինչ է կատարվում եւ ինձ դասել սովորացնելու։ Քնությունը պիտի անցնիս, որ հոն հասնիս։ Քնությունը պիտի անցնիս, որ սերտիֆիկատը ստանաս։ Քնությունը պիտի անցնիս, որ դասարանը փոխես։ Ինչ տեսակ դասարան է, չգիտեմ։ Քնությունը դուր, անցիր, հետո գանցնիս այդ դասարանը եւ կիմանաս ինչ դասարան է, ինչ սերտիֆիկատ է, ինչ դիդրոս է եւ ինչ օրտնություններ ունի գից իր հետ։ Բայց պիտի անցնիս։ Առաջ հավատալ չի նշանակում ցաբիջուն երկրորդ սիրեներ 4 կարևոր նշումներ երկրորդը հավատացյալը մայր ամուսին որևէ մեկը երբ նեղութենե դարաբանքները կանցնենք այո իրավունք ունենք հարցակնել Աստծուն իր արարքները իրավունք ունենք հարցակնել իրավունք ունենք փողոքել, իրավունք տալիս է Աստված մեզ նույնիսկ այս մոր դիր քորոշմամբ արդահայտվել, բայց առանց Աստծուն լքելու։ Սա շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է։ Հոբը եւ իր գինը ողբացին, լաց եղան, հարցակնեցին, իրենց ոչ վիշտը թափեցին Աստծո առաջ անգեղծությամբ, ինչ որ էին այդպես էլ արդահայտեցին, այս բոլորի ընթացքում երբեք չհերացան Աստծուց, չմեգուսացրին իրենց Աստծո, չաբստամբեցան Աստծո դեմ, այլ միշտ փորձեցին մոդի գլալ Աստծուն։ Արտյոմը շատ լավ գիտե այս պատմությունը, որ ինքը պատմեց զվարթնալ գիտե։ Ծանոթն ունենք, որ հիմա Միացյալ Նահանգներում է, ես վերջերս ծանոթացա։ Այս մայրը
նունեն, այս մայրը զավակ ուներ։ Իր աչքի առաջ, իր զավակը մոտորսայքլի վթարով եւ մահացավ իր աչքի առաջ։ Սարսափելի վիշտ էր այս մոր համար։ Վերջերս, երբ որ հանդիպեցանք մեր դունի եկած էին, զրուցում էինք, դարիներ անցել է։ Փորձեցի Աստուծո մասին խոսել։ Ոչ սա Աստծո անունը չեմ ուզում լսել։ Չեմ ուզում Աստուծո անունը լսել, ով իմ որդուս մահը չխնայեց։ Չշարունակեցի։ Փորձեցի հասկանալ այս մոր վիշտ ցավը։ Հիմա ինքը չհասկանում միգուցե դեռևս ինչ է կատարվում, ինչու եւ այլն։ Հոբի կինը, երեխեք կորցնող մայրը, անիծի Աստծուն է մեռնեմ։ Փորձենք հասկանալ այս նյութը։ Գկա ժամանակ, երբ Աստված կհասկացնի եւ կհասկանան եւ կմխիթարվեն։ Բայց հարցը ասեմ, դարաբանկի ժամանակ մարդիկ կամ հերանում են Աստծուց, ապստան, կամ մոդիգանում են։ Այո, իրավունք ունենք արտահայտել մեր հոգեվիճակը ցավը, բայց չհերանանք, երրորդ սիրելներ։ Լրություն չի նշանակում բացակայություն։ Երբ որ Հոբի գիրքը գարտանք այս մոր դարաբանկների Հոբի 37 գլուխներ, ինքը 45 գլուխ է։ Հոբի գիրքը 45 գլուխներ են։ 37 գլուխներ, 37 դարիներ, 37 երկար ժամանակահատված վնաս, դարաբանք, վիշտ, ցավ, Աստված լուր է եւ լուր է չի խոսում։ Ամենահայտնի գիտնական փիլիսոփան Հոբն է։ Հոբը գիտական բեյս ունի եւ ամեն բան եւ Աստված լուր է 37 գլուխ 38-րդ գլխում եւ գսե եւ Աստված խոսեցավ 38-րդ գլխում, իսկ 42-րդ գլխում Աստվածը սկսում է իր օրհնությունները հորդեցնել Հոբի եւ այս գնոջ կյանքում։ Քննություն հանցան, հավատարմություն ցուցաբերեցին նույնիսկ այս նեղության ժամանակ։ Մայրեր շարունակենք լինել հավատարիմ 37 տարի միգուցե դարաբանկի մեջ ես աղոթում ես ցավ աղոթի 38-րդ գլխին գսե եւ Աստված խոսեցավ Բիդի պատասխանի Աստված քո աղոթքին։ Զվարթ մամա, Աստված բիդի պատասխանի աղոթքներդ։ Մայրիկ, Աստված բիդի պատասխանի մնանք հավա դու եղիր ինչպես որ ես, արտահայտիր անգերց եղիր։ Եվ Աստված խոսեցավ 42-րդ գլխում Աստված միայն ոչ միայն գխոսի, այլ գհորթեցնե օրհնությունը 7 զավակներ 3 գեղեցկուհիներ, արջարները, հարստությունը եւ 140 տարի եւս կյանք կուտա, թորնիկներուն թորները կտեսնե։ Եվ վերջին։ Վճռագամությունն ու համբերատարությունը դարաբանկների նեղոց փորձություններից հետո բերում է մեզ Աստուծո եւ կյանքի մասին նոր թարմ հայտնություններ, որոնք երբեք մենք պիտի չստանանք, եթե չանցնենք դարաբանած դպրոցը համալսարանը, ինստիտուտը։ Հոբի խոսքերը լսենք, վերջավորության։ Մինչև հիմա ագանչովս լսել էի Աստված Սուրբ, արդար, ստեղծագոր, լսել ագանչով, հիմա գսեմ աչքերս դեմ արդեմ դեսան։
Ալես ոչ թե second hand ուրիշներից լսելով է որ դու Աստծուն ես մոդենում, արդեն դու անցամ փորձարապար Աստծուն թեմ արդեմ գսկսիս ճանաչել եւ տեսնել. I had heard of you by the hearing of the ear, but now my eyes see you. Աչքերս կտեսնեն քեզ, հոգու աչքերը բացվավ այս մարդու։ Եվ դեսավ Աստված ով է, իր ինքնությունը, իր ով լինելը։ Բայց ինչից հետո։ Ուրեմն endurance forms spiritual depth. Հավատարմությունը, հարադեվողականությունը մեր ներսիտին հոգևոր խորություն է ձևավորում։ Աստծո լրությունը միշտ իր մեջ ունի նպատակ։ Մեր հավատքը քննելու, մեր վստահությունը իրան դեպ խորացնելու, քախնիկը, կորցը գա, որ մեր աչքերից անհայտ է, որ Աստված ուզում է, որ մենք հասկանանք հարադեվող լինենք, ավելի վեհ հայտնության, իրականության արչև կանգնեցնելու համար են եւ Աստուծո փնությունը ինքնության մասին ավելի խոր գիտակցություն ցերկ բերել։ Հիմա լուր կմնա դեսնելու ինչպիսի վերաբերվում ու ինչ պիտենեմ։ Ինչ որն ես արեփայց։ Անգերց եղիր, արդահայտվիր, հավատացյալ լինել չի նշանակում լինել գեղձավորնո։ Հավատացյալը պետք է անգերձ լա իր բոլոր արդը, վրդովմունք ունիս վրդովիր, հարց ունիս հարցրու։ Եվ այս բոլորի մեջով ասված այդ բոլոր փորձարկությունը պիտի անե զդե բյուրեղացնե եւ քեզի պիտի դանի այնտեղ, որտեղ երանելությունն է։ Նրա փառքի համար, քո օրհնության համար